Նիկոլ Փաշինյանն ասում է, վերջին 7 տարում մարդկանց բարեկեցությունն ավելացել է, ավելի լավ են ապրում մարդիկ։ Ձեր սոցիալական ստատուսը արդյոք փոխվել է 7 տարիների ընթացքում դեպի լավը։ Հայաստանի Հանրապետության պատմության 30 տարվա պատմության ընթացքում ես հավանաբար Հայաստանի քաղաքացիներից այն քչերից մեկն է, եթե չասեմ հենց այդ մեկն է, ով Հայաստանի ոչ մի բանկի հետ գործարքներ չէր կատարել։ Վերջի 2-3 տարում սկսել են բանկերի հետ գործարքներ կատարել, հիմա ես լավանում եմ, թե չէ։ Ուղղակի զուտ։ Բոլոր նախագահների ղեկավարության ընթացքում մենք նույն ձևի ապրել ենք։ Այդպես չի, դու պիտի պայքարես, դու պիտի ապրես։ Ոչ մեկ չգիտի քո տեղը։ Դրա համար դու պիտի ստեղծես, դու պիտի աշխատես, դու պիտի քո գոյությունը պաշտպանես, հույսը դնես քո վրա։ Ոչ մի բան, ես թոշակառու եմ, ինվալիդ տղա եմ, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, ոչ մի բան չի փոխվել։ Մի 5000 դրամ է թոշակը ավելցե, հետը թքած վեր։ Շատ է ավելացե, մերանք վարկի տակ ճռալով։ Այգեցիկ չենք ապրում, որովհետև ամեն ինչը կթանգնա, չնչինում թոշակ կավեցնի, կամ օր կավեցնես, պտի չթանգցնես, որ ժողովուրդ ապրի։ Ես թանգությունը, թոշակ չկա, ժողովուրդը մեղք է, սնունդը, ռոպենդը թանգնա, խանութները չես կրանես, պտի թոշակս կազին երիք չեն ենենա։ Իմինո իմ կյանքիս մեջ, իմինոյ լիչնի շատ բան է փոխվել, բայց օբշիս պես գլոբալներուն նայեցի երկրի մեջ բանը չի փոխվել տաման։ Ժողովրդի համար ոչ, իրենց համար այո։ Ոչ մի բան։ Գիտեք, ամբողջ ժողովուրդը հոգեխանգարմունքի մեջ է, մենակ այդ մարդու անուն ազգանունը լսելուց, ինքը դրանից հաճույք է ստանում։ Տեսեք, այն փոփոխությունների, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, կարելի է ընդամենը քմծիծաղով վերաբերել, որովհետև ցանկացած մարդ սոցիալական վիճակի փոփոխությունը զգում է իր սառնարանի պարունակությամբ։ Այսօր շատերի սառնարանը բացում է 7 տարի առաջվա վրա, վստահաբար կարող եմ ասել, ավելի քիչ բան կա։ Այսինքն փոխվել է, բայց փոխվել է բացասական առումով դեպի վադը։ Սա մեկ, երկրորդը 5000 ընտանիքից զոհ գնաց։ Մոտ 10000 վիրավոր, 10000 ընտանիք վիրավոր է պահում։ Եվ սա խոսում է բարեկեցության մասին։ Ընդամենը մի քանի կիլոմետր ճանապարհ է եղել, որի պատճառով, որովհետև ուրիշ պատճառ չեմ տեսնում, Արտաքին պարկը կրկնապատկվել է, հադելով արդեն 13 միլիարդի շեմը։ Սա է բարեկեցությունը։ Մարդկով լավ ապրելը մեր ժողովուրդը, այսինքն լավ իրենք ապրում են, իրենց սոցիալական վիճակը իհարկե բարելավել է ու շատ անգամ։ Ես հիշում եմ 18 թվականին, երբ որ Արադ Միրզոյանը նոր ազգային ժողովի նախագահն էր, հայտարարեց, որ ինքը աբարիգով դիմել է, չգիտեմ, լվացքի մեքենա թե հեռուստացույց գնելու եւ իրեն մերժել են։ Իսկ հիմա Արադ Միրզոյանի ներկայացրած հայտարարագիրը նայեք, տեսնեք, որ ինքը ճիշտ է ասում, բայց իրենց մասին։ Եվ փոքր լրացում այդ մասով հին խնդուկ կա, անեկդոտ կա, ասում է Քարոզ Արշավի ժամանակ, որ տեխնազուն հայտարարում է, որ սիրելի ժողովրդին ծնրելուց հետո մենք լավ ենք ապրելու, ժողովրդի միջից մեկը արձագանքում է, ասում է իսկ մենք հիմա իրենք լավ են ապրում, իսկ մենք Առաջ ճիշտ է, թոշակը ցածր էր, բարձրացրել էինք քիչ, բայց ինա ժամանակ գները շատ էժան էր։ Սուրճը 1900 դրամ էր, հիմա դարել է 4000, բայց թոշակը էլի 5-3000 ավելցավ։ Ես այդ հետ վճարից չեմ օգտվի, որ քարտոփ դերտամ առևտուրեն եմ, որ 2000 է, ինչ է պիտի ավելնա։ 5000 է։ Ես շուկայից կառնիմ, ուրդից կառնիմ, սպասեմ, որ խանութից մի բանը առնիմ, որ 10 դրամ ավելնա։ Անկում ոչ մի բան չի փոխվել։ Ես գիտեմ իմ ընտանիքս ու վերջ։